Բարև ձեզ, եթերում հիմնահարցն է, այսօր մեր հյուրն է լրագրող վերլուծաբան Դավիթ Գալստյանը։ Դավիթ, ողջույն։ Ողջույն։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Դուք տևական ժամանակ մասնագիտացած եք OSINT վերլուծության մեջ։ Մեր լսարանի համար, եթե ովքեր տեղյակ չեն, պարզաբանենք, որ OSINT վերլուծությունը դա բաց աղբյուրների հիման վրա վերլուծություններ, հետաքննություններ, հետազոտություններ անելն է։ Բավականին հետաքրքիր, կարծես թե նիշա եք ձեր համար ընտրել։ Ինչով է OSINT վերլուծությունը տարբերվում սովորական վերլուծական աշխատանքից եւ այսօր այս տեղեկատվության առատության դարաշրջանում ինչով է այն պահանջված մեր իրականության մեջ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Նախ ասեմ, որ իրականում զբաղվում եմ բավականին երկար ժամանակ արդեն, մի քանի տարի է։ Փորձում եմ գտնել ինչ-որ տեղեկատվություն, որը հասանելի չի հանրային դաշտում։ Բաց աղբյուրները բավականին մեծ տեղեկատվություն են տալիս, եթե փնտրես կարող ես գտնել շատ հետաքրքիր փաստեր, համադրել եւ բնականաբար դա մեծ տեղեկատվական աղբյուր է ցանկացած լրագրողի համար։ Ցավոք սրտի Հայաստանում այդքան էլ զարգացած չի, շատ քիչ թվով մի քանի երևի լրագրող կամ մի քիչ ավել, որ զբաղվում են այդ ուղղությամբ եւ բայց դա նաեւ իր արդյունքն է տալիս։ Բաց աղբյուրներում շատ մեծ տեղեկատվություն կա։ Հիմնականում ես զբաղվում եմ քարտեզների ուսումնասիրությամբ եւ վառ օրինակ դրա նաեւ օրինակ կարող եմ բերել դա օկուպացված հատվածների հաշվելներ Հայաստանի պաշտոնական տեղեկատվություն հստակ չկար, թե ինչքան է Ադրբեջանը 21-22 թվականներին օկուպացրել Հայաստանի Հանրապետության տարածքից։ Պաշտոնական թվերը անդադ փոխվում էին, եթե կհիշեք 128 քառակուսի կիլոմետր սկզբում հայտարարեց պատգամավորներից մեկը իշխանական, հետո դարձավ 130, 140, 150, հիմա 200-ից ավել, այսինքն այդ թվերը փոխվել են, իրական ռազմական գործողություններ եւ տարածքի փոփոխություն չի եղել, բայց այդ հաշվարկը անդադ փոխվել է։ Ներողություն, դա 22 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո է թվերը առաջին անգամ հրապարակեցին։ 21-ի ժամանակ էլ էին հրապարակում, բայց նույնպես իրականության չէր համապատասխանում այդ թիվը, երբ որ առաջին անգամ հարապարակում էին եւ 22-ից հետո նույնպես սկսեցին, այսպես ասած, դոզավորված այդ թվերը տրամադրել։ Որպեսզի երևի հասարակությունն էլ Մարսի ադապտացվի։ Այո, երևի նաեւ ձեռք չէր տալիս, որովհետեւ միանգամից եթե իշխանությունը ներկայացներ մեծ թիվ, դա շատ ավելի մեծ նեգատիվ կլիներ, իսկ այսպես 10-20 քառակուսի կիլոմետր ավելացնելով այդ հաշվարկները բերեցին։ Այսինքն ես հաշվարկել եմ այդ նույն բաց աղբյուրները ուսումնասիրելով, քարտեզը ուսումնասիրելով հասկացել եմ այն ժամանակ, երբ որ 22-ից հետո, այսինքն 22-ի աշնանը կամ ձմռանը, որ պարզ է, որ 200-ից ավել է տարածքները օկուպացված, բայց իշխանությունը շատ ավելի քիչ թվեր է տալիս։ Այդ բաց աղբյուրների վերլուծությունը բավականին մեծ տվյալներ է տալիս։ Այս օկուպացված տարածքների թեմայով մի հետաքրքիր երևույթ վերջերս մենք երևույթի ականատես եղանք, երբ որ մեր իշխանությունը սկսեց խոսել, դրանից առաջ էր խոսել, բայց այս վերջերս թվերով սկսեցին խոսել, որ Ադրբեջանի տարածքից էլ մենք ունենք տարածքներ, որոնք մեր տիրապետության տակ են, եւ Ալեն Սիմոնյանը նույնիսկ թիվ հրապարակեց 110 քառակուսի կիլոմետր, բայց կարծես թե հաստատում պաշտոնական այդ թվերի այդպես էլ չեղավ, այսինքն նա էլ տեղյակ չէր, թե ոնց։ Շատ լավ հարց եք տալիս, իրականում այդ հայտարարության հետ կապված Ալեն Սիմոնյանը թիվ հայտարարեց, որ մենք վերահսկում ենք այդքան ադրբեջանական տարածք, բայց այդ թիվը որովհետեւ հիմնավորված չի եւ այսինքն երևի նա փորձեց մեղմել այն հասարակական զայրույթը, որ 250 չէ մոտարապես 220 եւ այլն, այսինքն 200-ից ավել հստակ 200-ից ավել քառակուսի կիլոմետր հարևան պետություն հակառակորդն է օկուպացրել, որպեսզի հասարակության արձագանքը մի քիչ ավելի մեղմ լինի, որպեսզի ինչ-որ բանով մենք դա կոմպենսացնենք, այսպես ասած, նա ասում էր, որ արոտասել մենք ենք գրավել, սակայն դա էլ չհաստատվեց։ Կոպիտ ասած հարցը հնչում էր, ինչու Ադրբեջանը չի հետ հաշվում այդ ջերմուկից, ներքին հանդից եւ այլն, եւ նա փորձում էր բացատրել, այսպես ասած, որ դե գիտեք, մենք էլ իրանցն ենք վերահսկում, դրա համար հետ չենք հաշվում։ Բնականաբար այդտեղ կապ չունեն։ Առաջին հերթին նախ 90-ականները համատվում է 21-22-ի հետ, մինչև այդ արդեն պայմանավորվել էին, որ պետք է դելիմիտացիա անեն եւ այլն եւ այլն։ Բացի դա, թիվը իրականությանը չի համապատասխանում, այսինքն այդ նույն բաց աղբյուրները թույլ են տալիս հաշվարկել եւ այդպիսի թիվ պարզապես չկա։ Ես հարցրել եմ, հարցում է արել նաեւ ԱԺ խոսնակին, թե որտեղից է այդ աղբյուրները, որ աղբյուրից է այդ թվերը, բայց պատասխանը այն է, որ դիմեք փոխվարչապետի գրասենյակ, որովհետեւ նրանք են զբաղվում, այսինքն աղբյուր այդպես էլ չհրապարակեցին։ Իսկ փոխվարչապետի գրասենյակը Փոխվարչապետի գրասենյակը չի մեկնաբանում, նրանք ասում են, որ մենք սահմանափակ ենք այդ հանձնաժողովների շրջանակներում եւ պետք է նույնանման հայտարարություններ հանդես գանք, դրա համար չենք մեկնաբանում։ Այսինքն փաստացի ինչ է ստացվում։ Փաստացի հիմք չկա։ Սահմանային հանձնաժողովը կաշկանդված է,
պրոֆիլային անձնաժողով է ըստ էության, որը որ լիազորված է կամ ոչ թե լիազորված է, այլ հենց ինքը պետք է այդ թվերի մասին խոսի, թվերի լեզվով խոսի, բայց ինքը չի խոսում, քանի որ կաշկանդված է, իսկ այն քաղաքական գործիչը, որը ոչինչ բանով կաշկանդված չի եւ որը այս պետության այդ հիերարխիկ աստիճանակարգում երկրորդ կամ երրորդ մարդն է, նա կարող է ցանկացած թիվ խոսել, նույնիսկ պատասխանատվություն չկրելով իր ասացյալը։ Եվ հեղում է անում նույն հանձնաժողովի վրա, որը չի մեկնաբանում։ Փաստացի նույն իշխանության մասն է, բայց հայտարարություն է անում, որը իր կոպիտ ասած իր թեման էլ չի, բայց եթե հայտարարություն է անում, պետք է պատասխանատու հայտարարություն լինի եւ բնականաբար հիմնավորում պետք է բերվի, թե որտեղից են այդ թվերը կամ հաշվարկ։ Իսկ հաշվարկը ցույց է տալիս, որ այդ թվերը իրականության հետ ոչ մի կապ չունեն։ Դավիթ, ակտիվ ձեր աշխատանքի ընթացքում բնականաբար ակտիվ մոնիտորինգ եք անում սոցցանցերը, հասարակական տրամադրությունները այդ տվյալ սեգմենտի իշխանությունների այդ հանգստացումները, այդ հանգստացնելու փորձերը, նաև սա էլ այդ փորձերից մեկն էր այդ 110 քառակուսի կիլոմետր, ինչպես են ընկալվում հասարակության լայն շերտերի կողմից։ Բարդ հարց է իրականում այդ մոնիտորինգի թեման, մասնագիտացված չլինելով բուն մոնիտորինգի, շատ տարբեր իհարկե արձագանքներ են ստանում։ Մարդիկ, ովքեր այսպես ասած շատ հեռու են այդ խնդիրներից, այդ հարցերից, կարող են ինչ-որ իրենց համար ընկալելի լինել։ Օրինակ ես ենթադրում եմ, որ հենց այդ բացատրություն, այսպես կոչված, որ դե մենք էլ ենք իրանցը վերահսկում, դրա համար չեն քաշվում, կարող է ընկալելի լինել նույն իշխանությունների ընտրազանգվածի, այսպես ասենք, ընտրություններն են մոտենում կամ իրենց հետևորդների համար ընդունելի լինեն, շատ ավելի այն մարդկանց համար, ովքեր մի քիչ գոնե պատկերացնում են կամ պարզապես համադրում են այն փաստերը, որոնք կան, այսինքն 90-ականների համեմատությունը 21-22 թվականներին է, տեսնում են, որ դա իրականում չի կարող իրականության հետ կապ չունի, դա ընդհանրապես այսպես ասած մանիպուլյացիա եւ այլն։ Այսինքն պարզապես մի օրինակ հիշեցի, հիշում եք դեռ ժամանակին հայտարարում էին, որ երբ որ դելիմիտացիա պետք է լինի, հղում էին անում վարչատարածքային բաժանման, աբսուրդ էր պարզապես 2010 թվականին ընդունված։ Այո, որը փաստացի 95-ին է ընդունվել, հետո փոփոխությունների 2010-ին ենթարկվել, այսինքն դա կատարել աբսուրդ էր, միջազգային, այսինքն սահման պետք է որոշեն ներսի վարչատարածքային բաժանմամբ, որը նույնիսկ սահմանները չի նշում, օրինակ, նույն Սյունիքում պարզապես չի նկարագրում, թե որտեղով էր անցնում սահմանը, այնտեղ գրած է, որ հա Ադրբեջանն է կողքը, այսինքն դա Արցախի թեմայով կարող էր վերաբերվել, բայց դա որևէ կերպ սահմանը չէր որոշում։ Մոռացան հիմա, որտեվ հասկացան, որ դա պարզապես անհետեցություն է, խոսել վարչատարածքային մասին։ Դա օգտագործում են ավելի շատ ներքին։ Իհարկե, բայց դա շատ հեշտ հերքվող էր, դա անլուրջ էր, դա չէր կարող ոչ մեկի համար հիմք հանդիսանալ։ Ադրբեջանի համար պետք է մեր վարչատարածքային հանդիսանա կամ մեր համար Ադրբեջանի վարչատարածքային ինչ-որ սահման որոշելու, բնականաբար անլուրջ է դա։ Եթե խոսենք սահմանազատումից ու սահմանագծումից, 24 թվականին Տավուշի հատվածում 12 կիլոմետր չէ, եթե չեմ սխալվում։ 12-14, եթե չեմ սխալվում, հա։ Այդ հատվածը սահմանազատվեց, իշխանությունը ամեն առիթով իրանցի պատը այսպես ֆետիշացնում է, եթե այսպես ասենք, նույնիսկ խորհրդանիշ է դարձել իրանց ասած հռչակած խաղաղության օրակարգի եւ նույնիսկ քաղաքացիների խմբեր են տանում զենքի ցուցադրությունից բացի, զենք զինամթերքի, նաեւ տանում են այդ գիրանցի պատը ցույց տալու, այնտեղ այդ հաջողության օրինակ են։ Հաջողության օրինակ, հաջողության պատմություն, հա, success story-ն իր ներկայացնում, իսկապես դա համապատասխանում է իր ամպլուային, որ իշխանությունը կնքել են այդ երևույթը։ Նախ սկսեմ նրանից, որ իշխանությունը ասում է, տեսեք, գիրանցում ինչքան գոհ են եւ այլն, բայց պարզապես վերջերս հայտնի էր, դրա մասին գրել էի, որ կան մարդիկ, ովքեր չեն վերցրել այդ գումարները իրենց հողատարածքների դիմաց, որոնք առաջարկում են իշխանությունները, որպես փոխհատուցում։ Այսինքն հրաժարվում են, որովհետև համարում են, որ դա իրենց հողն է։ Այսինքն սովետական ժամանակ, խորհրդային ժամանակ նույնպես դա եղել է իրենց հողը եւ այլն եւ այլն։ Բայց գուցե նրանց համարժեք հողատարածք են առաջարկել, համարժեք նկատի ունեմ տարածքներով բավական մեծ գումարներ են առաջարկել, որոնք անհամեմատելի են ցանկացած այլ հողատարածքի հետ այդ հատվածում։ Այսինքն, բայց մարդիկ կան, որոնք շատ չեն, բայց հրաժարվել են եւ մինչեւ հիմա հրաժարվում են կարծես թե, եւ դա բավականին զարմանալի է իհարկե, բայց խոշոր գումարների մասն է խոսքը գնում։ Այդ որ բոլորը գոհ են այսպես կոչված սահմանազատության տեղում։ Բացի դա, այսինքն այնտեղ հարց կար, թե ինչու են այս քարտեզները վերցվել, ինչու են այն քարտեզները վերցվել, եւ այդ հարցը մինչեւ հիմա բաց է մնում, եւ մարդիկ նույնպես կասկածում են, եթե մենք խորհրդային խորհրդային տարիներին այս տարածքը օգտագործել ենք, ինչու մենք պետք է չօգտագործենք այս տարածքները։ Այսինքն հաշվի չի առնվել այդ մարդկային սահմանային բնակչության մոտեցումները նաեւ, կոպիտ ասած։ Բացի դա, այն քարտեզները, որոնք հիմա անում են
սահմանազատում էին արել այդ հատվածում Բերքաբերից Վաղանից, այդ նույն քարտեզները չեն օգտագործել Սյունիքում։ Նիկոլ Փաշինյանը բացահայտ հայտարարում է, որ մենք առանց դելիմիտացիա զորքերը հետ ենք քաշել։ 20 թվականի դեկտեմբերին կատրոնակ այդ դեպքերի մասին։ Այսինքն ինչպես դու եթե չգիտես որտեղ ես, եթե դու չես անցկացրել այդ դելիմիտացիան չես անցկացրել այդ տարածքում, դու ո՞նց ես որոշել որտեղ է քո սահմանը, որտեղ նպատակը փաստացի սահմանի հաստատումն է։ Նիկոլ Փաշինյանը բացահայտ կառավարության նիստից հետո չեմ հիշում հայտարարում, այո, որ առանց դելիմիտացիա արել են ճիշտ են կարել։ Ես փորձեմ ձեզ մի փոքր հակադարձել, մի պա այսպես պատկերացնենք, որ ես իշխանական թիմի ներկայացուցիչ եմ եւ կարող եմ ասել, որ պատերազմից հետո մենք ծանր պարտություն էինք կրել, ցավալի պարտություն էինք կրել եւ այդ ժամանակ մենք համապատասխան ռեսուրս, ուժեր, միջոցներ չունեինք այդտեղ դիմադրելու, դրա համար ցավոտ որոշ լուծումների են գնացել եղածը պահպանելու նպատակով։ Շատ լավ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, մոտավորապես նույն բանը հայտարարում է, ասում է մենք քաշվել ենք, որ պատերազմ չլինի։ 22 թվականին մենք տեսանք, որ դա ինչի բերեց։ Այսինքն Ադրբեջանին դա չկանգնեցրեց, ճիշտ է։ Մենք դա եղավ 20 թվականի դեկտեմբերին, նա ներխուժեց 21-ին, նա հարձակվեց 22-ին, այսինքն այդ հիմքը, այդ հիմնավորումը արդեն մեր ոչ հեռու պատմությունը ցույց է տվել, որ չի անպատասխանում իրականությանը։ Բացի դա մենք զիջեցինք ավելի հարմար, այսինքն պաշտպանված դիրքերը։ Բացի մենք զիջեցինք Գորիս Կապանը չունենալով այդ Իրանի հետ ճանապարհը, չունենալով պատրաստի նոր ճանապարհ։ Այսինքն այնքան անհեթեթ որոշումներ են կայացվել զուտ նրան ելնելով նրանից, իհարկե ցանկացած որոշում պետք է ինչ-որ բացատրություն ստանա։ Մենք արել ենք դա, որ պատերազմ չլինի, բայց որը եղավ։ Դե հիմա կներեք, իհարկե 44-ի հետ չենք համատի, բայց 22 թվականին բավականի զոհեր ունեցան։ Բավականին ահռելի տարածքներ կորցրեցինք։ Բացի այդ խոսալով այդ նաև վերադառնալով առաջի հարցին, պարզապես հիշեցնեմ, որ օրինակ ներքին հանդի հատվածում երբ որ գիշեք 21-ից 22 թվականների արանքում Նիկոլ Փաշինյանը եւ իշխանության անդամ ասում էին եկեք այլայն հետ քաշենք զորքերը Սոտ Խոզնավար հատվածից։ Բայց Սոտ Խոզնավար հատվածից բացի այդ նույն ժամանակահատվածում Ադրբեջանը արդեն մոտավորապես 10 քառակուսի կիլոմետր օկուպացրել էր ներքին հանդի հատվածում։ Այսինքն դա զուտ որպեսզի մեր հեռուստադիտողները ավելի լավ պատկերացնեն, որովհետև այս պահին մենք շատ լավ գիտենք քարտեզը, բայց մարդիկ գուցե չիմանան, պետք է ասենք, որ Սոտ Խոզնավար, այսինքն Վարդենիսի Սոտքից մինչև Գորիսի Խոզնավար ընկած հատվածն է։ Ներքին հանդը արդեն Կապանի ուղղություն է, Խոզնավարից դուրս է արդեն, այսինքն նրանց նախանշած սահմաններից դուրս է։ Այո, այսինքն ինքը խոսում էր այդ զորքերի հետ քաշում եւ օկուպացված տարածքների մասին եւ չէր նշում մի ատահռելի կտոր ներքին հանդի հատվածում, որտեղ մոտ 10 քառակուսի կիլոմետր արդեն օկուպացված էր։ 22 թվականին հարձակվեցին եւ ավելացրեցին կրկնապատկեցին այդ հատվածը։ Ընդ որում շատ կարևոր մեզ համար գյուղացիների համար ներքին հանդի բնակիչների համար շատ ցավալի եւ շատ զգայուն հատվածներ են, կենսական նշանակություն։ Գյուղը երեք կողմից շրջապատված է, չունի հիմա փաստացի, նաեւ ջրի կորցրեցի վերջերս նոր սարքել են ջրագից, բայց հող չունեն։ Երեք կողմից այդ հանդերը, դաշտերը բոլոր ամեն ինչ են, այլ այդ վերջերս այդ քննարկում եղավ, որ Շիկաղողի արգելոցն է մոտակայքում արդյոք նկատել են թե չէ։ Իշխանություններին Նիկոլ Փաշինյանը հարցրեցին, տեղյակ եք, որ ծառայություններն ասեց տեղյակ չեմ, մոտավորապես որ չեն ասել։ Ոնց կարող են տեղյակ չլինել, եթե արբանյակային կադրերով, այդ նույն բացախբյուրներով շատ հանգիստ կարելի է տեսնել ինչպես են ինժեներական աշխատանքները այնտեղ իրականացվում։ Դավիթ, խոսում են արդեն տևական ժամանակ, որ հաջորդ սահմանազատումը, հաջորդ փուլը պետք է այդ Թրամփի ուղու այդ հատվածում լինի։ Վտանգ տեսնում եք, որ այդտեղ եւս մեզ համար ցավալի զիջումների կարող են գնալ։ Խնդիրը այն է, որ մենք անում ենք։ Չնայած որ նրանք ամեն դեպքում ասել են, որ ոչ մի ցավալի զիջում չեն գնացել, թե Իրանցի պարագայում, թե հավանաբար այստեղ։ Բնականաբար ցույց են տալիս, որ դա մեր շահերից է բխում, իհարկե մեր շահերն է, բայց տեսեք, ստացվում է, որ այդ սահմանազատում կոչվածը անում ենք այնտեղ միայն, որտեղ Ադրբեջանն է ձեռք տալիս։ Այսինքն շատ արագ արեցինք Տավուշի այդ մի կտորը, որտեղ Ադրբեջանը պահանջում էր այդ նախկին խորհրդային գյուղերի տարածքները։ Դրանից հետո process-ը կարծես թե կանգնել է։ Իհարկե իշխանությունը ասում է, չէ, անում ենք եւ այլն, բայց փաստացի գետնի վրա ոչ մի բան չի տեղավորվում։ Այսինքն ինչ որ ուզում էին ստացան։ Իհարկե։ Եվ հետագա process-ը հետ քաշում, ձեռք չի տալիս չեն անում։ Հիմա այդ Ադրբեջանին ճանապարհ է պետք Նախիջևան, շատ արագ կպայմանավորվեն այդ Սյունիքում ինչ որ երկու հատվածից, Սյունիքի երկու կողմերից դեպի Նախիջևան եւ Արցախի տարածք արագ կանեն։ Բա հետո որտեղ է, այսինքն այդ որ ասում են սահմանազատմամբ կլուծվի այդ հարցը, Ադրբեջանը ցույց է տալիս, որ հետաքրքրված չի այն տարածքներում, նաև դիրքերը ամրաշինական է անում, ամրապնդում է դիրքեր այն։ Վատը ըստ ձեզ ես հասկանում եմ, որ մի քիչ հասցեական չի հարցը, բայց ամեն դեպքում կարծում եմ ձեր կարծիքի կողմնակ վատ են բանակցում, թե վախենում են թեկուզ մի փոքր էսկալացիայից,
թե քաղաքական այդ ճնշում կա նաև երրորդ գուցե ակտորների կողմից։ Իսկ սկզբանե գլխավոր գաղափարը այն էր, որ իշխանությունը պարտվել է եւ բնականաբար շատ ավելի զիջող է։ Դա հիմնական լեյտմոտիվն է հիմա։ Հիմա էլ է շատ։ Եվ շատ ավելի զիջող է, չգիտեմ, չէ, պարտավորություն ունի, չունի, լա մի կողմ դնենք, փաստարկված հավելյալ պարտավորություններ։ Բայց ինքը պարտվել է, ինքը խոստանում է, ինքը արդեն իսկ վատ վիճակում է համատած նույն բանակցային տեսանկյունից։ Այսինքն եթե վերցնենք նոյեմբերի 9-ից, որ պետօրքերը պետք է կանգնած մնային եւ այլն եւ այլն, այսինքն ու խնդիրը այն է, որ այդ զիջումները չեն կանգնում, ամեն հաջորդ զիջումից հետո պահանջվում է նոր զիջում։ Այսինքն Նախիջևանի ճանապարհը ժամանակին շահկապված էր նաև Լաչինի միջանցք, այսպես կոչված, նշված է Բերձորով ճանապարհի հետ։ Այսինքն ու այնտեղ դա միջանցք էր նշվում, իսկ ընդհանրապես ճանապարհ է։ Իսկ եթե չկա այդ համաձայնագիրը նոյեմբերին չկա, ինչու կա այդ ճանապարհի պահանջը։ Եվ մնացածը։ Այսինքն այդ զիջելու ամեն մի քայլը զիջելու բերում է նոր զիջումների պահանջների եւ այդպես շարունակ։ Հիմա համանadrությունը եւ այլն։ Չեմ կարող ասել այլ գերատեսչությունների մասով, բայց գիտեմ, որ Պաշտպանության նախարարությունը վերջերս մի քիչ նյարդային է արձագանքում ձեր հրապարակումներին։ Ձեր կարծիքով ինչ է նրանց դուր չի գալիս։ Դրանք ջարդում են իրենց խաղաղության մասին այդ կարծրատիպ չասեմ, լավ, առասպել էլ չասեմ, ամեն դեպքում իրենց ներկայացրած տեղեկատվական տրենդից դուրս են, ինչն է նրանց այդպես տեսեք, իշխանությունը ամեն ձև փորձում է ապացուցել, բացատրել, համոզել, որ խաղաղություն է հաստատվել։ Խաղաղություն է հաստատվել եւ ցանկացած բան, որ դրան կասկածի տակ է դնում, որ խաղաղություն է հաստատվել, դա կոպիտ ասած խախտում է իրենց այդ տեղեկատվական արշավը, ասենց ասեմ։ Դրա համար նաև այդպիսի արձագանքներ են, որոնք մեկ անակնկալ արձագանքներ են, բայց մի օրինակ բերեմ, պարզապես տեսեք, այդ խաղաղության խաչմերուկի մասին օրինակ բերեմ։ Այսքան քարոզվում էր, բոլոր ճանապարհները բացվում են եւ այլն։ Մոտավորապես մի 2-3 շաբաթ առաջ Արադ Միրզոյանը, ԱԳ նախարարը ասում է, եթե Թուրքիայի հետ սահմանը չբացվի Կարս-Գյումրի, ապա ճանապարհները պարզապես չեն կարող հասնել Թուրքիա եւ հակառակը այդ բոլոր հարավի ճանապարհները բացվելով նկատի ունի Թրիփը եւ այլն։ Դեռ անցած տարի ամռանը դեռ անցած տարի Նախիջևանից կարճ ճանապարհ են սկսել երկաթգծը Թուրքիան ու Ադրբեջանը սկսել կառուցել։ Մոտավորապես 2.4 միլիարդ եվրո է, թե չեմ կարծում այդ արժեքն է նախատեսված։ Ինչի համար են կառուցում։ Եթե Նախիջևանից պետք է երասք մտնի ճանապարհ։ Կարս Իգդիր Նախիջևան, չէ՞։ Կարսից, կարծեմ, այսինքն վստահ չեմ Իգդիրի մասով, բայց Կարս Նախիջևանն է, թե կոնկրետ որտեղով կանցնի։ Այսինքն Նախիջևանից իրենք նախատեսում են, որ ճանապարհը, որը մինչև հիմա իրենք ասում են կամ Թրիփ կամ Զանգեզուրի միջանցք, նույն բանն են իրենք համարում, պետք է անցնի Նախիջևանից մտնի Թուրքիա, դեպի Կարս գնա, այսինքն ոչ թե երասք մտնի, եւ իրենց քարտեզները պետական գործակալությունների ցանկացած որ հրապարակում է, նրանք այդ քարտեզը երկաթգծի ցույց են տալիս հենց դեպի Կարս Նախիջևանից, ոչ թե երասք ու Գյումրի Հայաստանի հիմնական տարածքը։ Նաեւ ոչ թե Ղազախ, Իջևան, այո, դե հարավով, հարավով։ Հյուսիսն էլ չեն դիտարկում կարծես թե։ Ու հետաքրքիր, լավ, ես դա ասում եմ շուտվանից, որ տեսեք դրանք պլանավորում են, որ Նախիջևանից երասքով չի մտնելու։ Մի քանի օր կամ մի շաբաթ երևի առաջ Նիկոլ Փաշինյանը սկսեց դրա մասին ասել։ Այսինքն մինչև հիմա իշխանությունները չէին նկատում Նախիջևան Կարսը, հանկարծ Նախիջևան Նիկոլ Փաշինյանը սկսեց նկատել։ Վենսի այցից հետո սկսեց նկատել։ Իհարկե կապեց ռուսական երկաթուղիներ, բայց դա երկրորդական է։ Ռուսական կոնցեսիան անմրցունակ է դարձնում։ Քաղաքական մասին կողմ դնենք, լավ, ասենք թե, այսինքն այսքան ժամանակ չէիք նկատում, որ երկաթգիծ են կառուցում։ Այսինքն այդ 2.4 միլիարդ դոլարը, եվրո, պարզապես այնքան ազատ փող ունեն, որ ներդնում են, որ ճանապարհ կառուցեն, ունենալով երասխի, այսինքն երասխով նախատեսելով ճանապարհը օգտագործել։ Այսինքն դա Վերադառնանք ՊՆ-ի թեմային, կարծեմ պատճառներից մեկը ջերմուկի հատվածում դուք քարտեզներով, արբանյակային քարտեզներով բացահայտել եք, որ այնտեղ հակառակորդը որոշակի առաջխաղացում է ունեցել, չեզոք գոտու հաշվին, հիմնականում։ Եվ նրանք հերքել էին։ Այո, հերքել էին փաստացի, բայց արբանյակով երևում է, որ այնտեղ ինժեներական կառույցներ են եւ դժվար խաղարապարակ կառուցային դիրքերի դիմաց, այսինքն դիրքից դիրք դեպի խաղարապարակ չի ճանապարհը տանում։ Նաև գրել էի, որ մերոնք էլ գնացել են մի քիչ առաջ, որպեսզի թույլ չտան հավելյալ առաջ տալ, բավականին զուսպ, քանի որ դրանից առաջ շատ տարբեր տեղեկատվություն տարածվեց, ոչ իրական, մերոնց հետ քաշվելու, դիրքեր կորցնելու եւ այլն։ Շատ ավելի ծայրահեղացված տեղեկատվություն։ Իհարկե, երկար ժամանակ պահանջվեց, այնպեսի ստուգելու համար եւ գտնելու համար այդ տարբերությունները։
Եվ հիմա նաև արբանյակային քարտեզներով կարելի է տեսնել, որ այնտեղ ինժեներական աշխատանք է տարվել եւ այդտեղ արդեն դիրքավորումներ կան։ Դե հիմա հետագայում իհարկե կպարզվի նաև քարտեզները ավելի կթարմանան եւ նույնպես դա պարզ կլինի։ Առաջիկայում կթարմանան, երևի ավելի հստակ կերևա։ Բայց ելեմ գրկնում այդ պաշտոնական տեղեկատվությանը վստահելու տեսանկյունից պարզապես վերադառնանք այն նույն օկուպացված հատվածներին, ոնց կարող է 128-ից դառնա 200-ից ավել առանց ռազմական գործողությունների ու հաշվարկ, այսինքն չէին կարողանում հաշվել։ Այստեղ էլ դոզավորված կներկայացնեն երևի փուլում։ Ուրիշ ձև ինչ որ հնարավոր տարբերակով իհարկե։ Պարբերաբար նկատում եք թուրքական ԱԹՍ-ների թռիչք մեր սահմանային հատվածում, դրանք իրենց մեջ ինչ կոնկրետ վտանգներ են պարունակում, երևի հետախուզական ավելի շատ կամ նախ առաջին հերթին մեր տարածքն է նկարում, թե նաև գուցե Իրանի տարածքին, որտեղ այդտեղ այդ Նախիջևանի հատվածից անմիջական իրանց սահմանի մի կտոր կա, այստեղ իրանք ինչ են անում։ Տեսեք, օրինակ երկու առաջ տարբեր երկու ԱԹՍ-ներ էին այդ հատվածում, թուրքական մեկը ռազմաօդային ուժերին էր, մեկը ոստիկանությանն էր։ Ռազմաօդային ուժերինը մեր ավելի սահմանին մոտ էր հռում, Արարատից ու մեր սահմանի արանքում։ Մյուսը Իրանի եւ Արարատ լեռան եւ Իրանի արանքում այդ ոստիկանությանն էր։ Ոստիկանության ԱԹՍ-ները հիմնականում կապված են սահմանի վերահսկողության, այդ քրդերի քրդական հարցի թեմայով բավական ակտիվ են օգտագործում Վանի հատվածից անդադ իրենց կարող են նկատել։ Մյուս տարբերակով հավանաբար նաև հսկում են հայկական տարածքը, որը ժամանակ առաջ նաև, չգիտեմ, Զվարթնոցի եւ մնացածի կադրեր էին հրապարակվում նաև ադրբեջանական մամուլում նկարած, հավանաբար հենց թուրքական ԱԹՍ-ներից նկարած, որովհետեւ շատ մոտ է սահմանը եւ բայրակտարների հնարավորությունը թույլ են տալիս նաև հետեւել այդ շարժին այստեղից, իրենց մոտից, այսինքն սահմանին որոշակի հեռավորության վրա։ Վերջերս չէի նկատում ճիշտն ասած եւ նոր այդ երևի մի 2-3 ամիս մի ուշադրություն եմ ուզում դարձնել մի բանի վրա էլ, այս վերջերս կարծես թե իրենք նաև սիմուլյացիոն թռիչքներ են իրականացնում, ինչ է իրենց դա ներկայացնում, այսինքն օպերատորներին պարզապես պարապում են։ Ամեն ինչ հավասար, ամեն ինչ իրական է կարծես, բայց այդ ԱԹՍ-ը օդը չի բարձրանում, այսինքն տեխնիկայով, հետևելով, քարտեզներով, չգիտեմ, պատկերով, այդ տարբերակով իրենք տեսնում են թռիչք, ղեկավարում են այդ ԱԹՍ-ն, բայրակտարը կամ եւ այլն։ Բայց իրականում ԱԹՍ-ն օդ չի թռեն, այն նույնիսկ բաների վրա է ցույց տալիս։ Չեմ հասկանում, այսինքն ԱԹՍ-ն եթե չի թռում, իրանք ինչն են դեպքում ղեկավարում։ Դա սիմուլյացիա է, խաղի պես է։ Այսինքն էկրանի վրա իրենք ցույց են տալիս, իրենք էկրանի վրա ղեկավարում են ԱԹՍ-ն։ Ինքը ցույց է տալիս իրական սահմաններով, շարժվում է իրական սահմաններով, իրական ռելիեֆով, այսինքն պարապում են։ Այդ ամեն ինչը, բայց իրականում չի թռնում, այսինքն օդում չի, բայց մնացած գործողությունները, որոնք իրենք սորական օպերատորը ինչպես է կամերայով էկրանի վրա է, չէ, ղեկավարում։ Տեղորոշում են անում, այսինքն ռեկոգնոստրովկա են պարապում են, այսինքն ցանկացած դեպքում եթե ռազմական օգտագործման կարիք լինի, իրենք տեղանքին են ծանոթանում, ղեկավարմանն են ծանոթանում, այսինքն իրենց համար դա նորություն չի լինի։ Առաջին անգամ չի թռնի կոպիտ ասած։ Նաև կարող են օգտագործել Հայաստանի տարածքում թռիչք, այսպես ասած, իրականացնել ոչ իրական, վիրտուալ։ Այո, վիրտուալ, այ դրանք էին նկատում անցած տարի բավական հաճախ էին լինում եւ նույնիսկ ռադարի վրա է, այդ ռադարում կարող ենք նկատել այդ թռիչքները, իհարկե ինքը հատուկ նշանով է ցույց տալիս եւ հասկանալի է, որ դա իրական չի, բայց օրինակ Հայաստանի տարածքում կարող ես տեսնել այդ սիմուլյացիան, օրինակ։ Նույնը Տավուշի հատվածից եւ Հայաստանի սահմանների մոտ։ Ձեր ուսումնասիրության ուղղություններից մեկն էլ Ադրբեջանի կողմից զենք զինամթերքի խոշորածավալ գնումներն են, հաճախ եք հրապարակումներ անում, հաճախ եք գրում, որ հերթական ավիաթռիչքն է իրականացել տարբեր երկրներից, Իսրայելից, Արևելյան Եվրոպայի երկրներ, Սերբիա, Բուլղարիա, հիմա նաև Չինաստան, այս խոշորածավալ գնումների ձեր կարծիքով միայն Հայաստանի դեմ պատերազմին, եթե այդպեսին լինի, դրամար են, թե այլ հակառակորդների համար, որովհետև շատ մեծ ծաղրելի ծավալներ են, դատելով բորտերի քանակից եւ բորտերի առասարակ ծավալներից։ Տեսեք, օրինակ վերջերս հաշվել էի, այս վերջի օրերին մոտարապես 50-ից ավել կարծես թռիչք է եղել Իսրայել անցած տարի, դա 25 թվականի ընթացքում 50-ից ավել թռիչք։ Այո, խոսքը Silkway ավիաընկերության մասին է, հայտնի որ վաճառքով եւ փաստացի փոխարինում ՀՊՆ-ի ռազմատրանսպորտային ավիացիան։ Այստեղ կարծում եմ այդ 50-ի դեպքում էլ խոսքը չի վերաբերվում, մենք չենք կարող 100% պնդել, որ դա բոլորը զենք են առաջին հերթին, որովհետև այնտեղ ինքը անմեղության կանխավարկած չխախտի։ Այո, քաղաքացիական նաև թռիչքներ իրականացնում բեռների, բայց Իսրայելի եւ Ադրբեջանի մեջ կա
սովորական բեռներ տեղափոխող, այսինքն թռիչքներ, որոնք անդադ կան։ Կոպիտ ասած, դրա համար թռիչքներ ունեն։ Իսկ Silkway հայտնի է, որ իսրայելական զենք է բերում եւ կարծում եմ, քանի որ Գազայի նաեւ պատերազմը եղավ, հնարավոր է մի մասը նաեւ վերադարձնում էր Ադրբեջանը ռազմամթերքի, որովհետեւ Իսրայելին այդ բային կարիք ուներ եւ մի մասը վերադարձել, հետո նորից է վերադարձել։ Այսինքն 50 թռիչքը երկու ուղղություններով գումարային է նկատել։ Չէ, բոլոր 50 թռիչքը գնալ եւ գալով։ Հա, գնալ եւ գալը մի թռիչք ենք համարում, էլի, այսինքն։ Բայց ի նկատի ունեմ այդ գնալ գալը հնարավոր է որ Ադրբեջանից ռազմամթերք են բերել, հետո նորից հետ են բերել դրա հետ կապված, բայց տեսանք որ այդ շքերթին այսպես կոչված Բաքվում նաև նոր իսրայելական զենքեր ցույց տվեցին Ադրբեջանը, այսինքն ենթադրել է որ բնականաբար բերում են։ Խոսքը անցած տարվա նոյեմբերի 8-ի իրանց շքերթի մասին։ Այո, 2-3 կարծեմ նոր զինատեսակներ, որոնք իսրայելական, որոնք առլևս դեռ ցույց չէին տվել մինչև այդ։ Եվ նաև խոշորություններից մեկն է կարծես թե դարձել Չինաստանը։ Նաև այդ համաձայնագրի ստորագրեցին Չինաստանի հետ եւ այլն, այո, եւ ես նկատեցի այդ բայց նույն աղբյուրների ուսումնասիրությունը, նկատեցի որ թռիչքները հաճախացել են 2025 թվականից սկսած, որը ստանդարտ ուղղություն չէր Ադրբեջանի համար, կասկածներ կար իհարկե որ զենք են սկսել բերել, բայց վստահ չէի, բայց հետո որ արդեն ցույց տվեցին եւ նաեւ ռազմական ինքնաթիռներ, ռազմատրանսպորտային են գնացել, որը բնականաբար շատ ավելի մեծ ցուցիչ է։ Եվ երբ որ արդեն շքերթին ցույց տվեցին այդ կոմպլեքսներից մեկը չինական, համալեներից մեկը չինական ցույց տվեցին, արդեն պարզ էր, որ բավականին ակտիվ եւ հիմա շարունակում են 26 թվականից սկսած բավական ակտիվ շարունակում են նաեւ այդ թռիչքները դեպի Չինաստան։ Իսկ նրանք երբ որ այդ թռիչքները իրականացնում են, այդ նման դեպքերում ինչու իրանց այդ տրանսպոնդերները, հա, չեն անջատում։ Ենթադրում եմ դա կապված է նաեւ որպեսզի նաեւ ասենք այո, տեսեք, ռազմականների դեպքում մենք չիմանանք դրա մասին։ Շատ հաճախ անջատում են։ Ռազմականների դեպքում վերահսկելը եւ պատմությունը տեսնելը նույն այդ տեղեկատվությունը տեսնելը շատ ավելի քիչ է։ Բայց քան որ Silkway-ը ֆորմալ համարում է քաղաքացիական, նրանք ստիպված են ենթադրում են, որ պետք է որ կանոններին ենթարկվեն, այսինքն նրանց համար այդ տարբերությունները, որոնք այդ հնարավորությունները, որոնք ռազմականի դեպքում հա, պետք է որ չգործի, այսինքն նրանք ռազմական պաշտոնապես քաղաքացիական թռիչք են իրականացնում եւ պետք է հետևեն կանոններին։ Բացի այդ էլ այդպես կարծում եմ այդքան մեծ թաքցնելու նպատակ ենթադրում են։ Նաև գուցե նաև ցուցադրական էֆեկտը կա այստեղ, որովհետև տեսեք օրինակ ադրբեջանական մամուլն էլ կամ Telegram ալիքներում էլ են ցույց են տալիս, թե գովում են, դա PR-ի այդ զենք գնելը նաև մեզ վրա ճնշում գործադրելու եւ հիմա շատ տարածված հիբրիդային արշավի մի մասը, էլի։ Ներքին լսարանին էլ են ցույց տալիս, տեսեք մեկ ինչքան զենք են գնում։ Դավիթ, մենք պետք է արդյոք մեզանում մշտապես խոսենք այս իրենց չվերթներից, թե ոչ ձեր կարծիքով։ Թե մենք սրանով ավելի շատ մարդկանց մեջ խոճապի, վախի եւ այսպես ալարմիստական տրամադրություններ ենք տարածում։ Ես կարծում եմ, որ ջայլամային քաղաքականությունը մեկը սխալ է, այսինքն եթե փաստը, իհարկե, պարզապես պետք է adekvat ընկալել, դա չպետք է ոչ ծայրահեղությունների մեջ չպետք է իմանալ, բայց պարզապես պետք է իմանալ։ Հիմա ես եթե դա տեսնում եմ, բնականաբար դա տեսնում են նաև մարդիկ, ովքեր դրան հետևում են, կամ նույնը վերաբերում է Ադրբեջանին, ինչ որ բաներ ստեղի հետ կապված, որը մասին մենք գրում ենք, Ադրբեջանն էլ հետևում է, բնականաբար տեսնում է դա գաղտնիք չի։ Բայց պետք է հաշվարկել, գնահատել այդ ամեն ինչը պետք է ենթարկվի վերլուծության, խորը վերլուծության, որը օգտակար կլինի մեր պաշտպանության եւ մնացած ոլորտների անվտանգության ապահովման համար։ Այսինքն եթե դու գիտես որտեղից ինչ են բերել, բնականաբար դու պետք է նաեւ կարողանաս ավելի լավ պաշտպանվել։ Եվս մեկ հարց այս տարվա ընթացքում այս արդեն երկրորդ ամիսն է կարող ենք որոշակի դինամիկայի մասին խոսել այդ ուղղություն այդ չվերթների շատացել են օրինակ անցած տարվա նույն այս ժամանակահատվածի համեմատ եթե իհարկե իրականացրել եք ուսումնասիրություն թե նույն մոտավորապես կայուն 50 թիվը շատ մեծ է պարզապես էլ եմ ասում այստեղ խնդիր կա նաև այդ վերադարձի չեմ կարող ասել թե ինչ որ մասներ որովհետև 20 թվականին նույնիսկ ավելի քիչ էր երբ որ ինքը պատրաստում էր պատերազմին Ադրբեջանը բացի այդ Չինաստանն ավելացել Սլովակիայից են բերում, Չեխիայից են բերում, Սերբիայից են բերում, կարծես աշխարհագրությունն էլ է շատացել եւ թռիչքներով նույն շքերթի ժամանակ եւ սերբական հրանոթները ցույց տվեցին եւ Չեխիայի եւ Սլովակիայի համատեղ արտադրության այդ թռիչքները կարծես մինամյոտներ պետք է գնեն ականատերերի պայմանագիր են ստորագրել Սլովակիայի։ Դե ինքնագնաց ռետանային համակարգերը վաղուց գիտենք արդեն դա բայց ոնց որ անդադ ավելացնում է եւ հիմա այդ ԱԹՍ-ների հետ համատեղ այդ նաեւ այդ փորձում է ավելի մոբիլ միջոցներ գնել
եւ անդադ այդ շարժը շարունակում։ Բնականաբար մենք պետք է իմանանք։ Հիմա Պարզ է Հայաստանն էլ ինչ-որ չափով գնում է եւ այլն, բայց կոպիտ ասած նաեւ սա այս ոլորտը բացախտյուրն ուսումնասիրում բնականաբար ինքը մասսայական չի եւ մասսայական այսպես ասած աուդիտորիայի համար նախատեսված էլ չի, ավելի մասնագիտացված քննարկումների համար է, բայց շատ հետաքրքիր ոլորտ է։ Հուսանք որոշում կայացնողներն անհրաժեշտ եզրակացություններ կանեն։ Դավիթ, շնորհակալ եմ ձեզ շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես հիշեցնեմ, մեր հյուրն էր լրագրող վերլուծաբան Դավիթ Գալստյանը։ Կհանդիպենք։